Ողջույն։ Հորդորում եմ քեզ վերցնել սառը թեյ կամ սուրճ, հանգիստ նստել, լիցքաթափվել, որովհետև մենք ունենալու ենք հաճելի զրույց հոգեբանության թեմատիկայով։ Հոգեբանությունը այն ոլորտներից է, որտեղ կան բազմաթիվ թեմաներ, որոնց մասին մենք չունենք պատկերացում կամ ունենք թերի պատկերացում, որովհետև իսկապես կան երևույթներ, այնպիսի երևույթներ, որոնցից մեկի մասին հենց այսօր խոսելու եմ, որ միգուցե մեզ թվա, թե մենք պատկերացնում ենք դա ինչ է կամ հստակ գիտենք նրա մասին, բայց երբ որ ավելի խորն ես ուսումնասիրում, հասկանում ես, որ երևույթի մասին ունեցել ես թյուր պատկերացում։ Այսօր մենք խոսելու ենք սթրեսի մասին։ Ինչքան ենք չէ լսում, ես ստրեսի մեջ եմ, շատ ուժեղ ստրես տարա, ստրեսից չեմ կարողանում դուրս գալ եւ նմանօրինակ այլ արտահայտություններ։ Իսկ ինչ է իրականում սթրեսը։ Եթե այսպես մեկ նախադասությամբ փորձենք բնութագրել, ապա կասենք, որ ստրեսը մեր օրգանիզմի ադապտացիոն վիճակն է անսպասելի հանկարծահաս իրավիճակների համար։ Օրինակ, հանկարծակի մենք պատահեցինք այնպիսի իրավիճակի, որ տնօրենը կանչեց իր մոտ եւ ասաց դու հեռացված ես աշխատանքից։ Հանկարծակի իրավիճակը, այո, ստրեսային է, այո։ Իսկ ինչ կասեք, եթե ասեմ, որ մեր իմացած ստրեսը մի տեսակ չի լինում։ Այս մասով քչերը գիտեն, բայց իրականում ստրեսը լինում է երկու տեսակի եւ այս մասին դեռևս 1936 թվականին խոսել է Հանս Սելիեն, տարանջատելով էուստրես եւ դիստրես։ Էուստրեսը դրական ստրեսն է։ Չէ՞ որ մենք հանկարծակի ենք գալիս նաեւ դրական իրավիճակներից, օրինակի համար, բեմում պիտի ելույթ ունենանք, դա էլ է ստրես, բայց ավելի դրական ստրես է, կամ մեր հարսանիքն է մոտենում։ Էլի ստրեսը, լարվածություն կա եւ այլն, բայց ավելի դրական մոտիվներով։ Սրան մենք կոչեցինք էուստրես։ Ու սրան հակառակ կան դիստրես կոչվածները, որոնք նեգատիվ ստրես են, որոնք քայքայիչ են, որոնք մարդու հոգեկան աշխարհի վրա բացասաբար են ազդում։ Եվ այս պարագայում արդեն մի շարք երևույթներ կարող ենք ներգրավել հենց դիստրես բաժնի մեջ։ Հիմա եկեք հասկանանք, ինչ է լինում, երբ մեր կյանքում հանկարծահաս իրավիճակ է տեղի ունենում, օրինակ ավտովթար։ Ստրեսի պարագայում մեր օրգանիզմը տալիս է մի քանի փուլերով ռեակցիա։ Առաջինը տագնապի փուլն է։ Մենք տագնապած ենք, ինչ որ հանկարծահաս բան է կատարվել։ Մենք դրան չենք սպասում, մենք դրան պատրաստ չենք։ Տագնապի փուլից հետո վրա է գալիս դիմադրության փուլը։ Այս փուլում մեր օրգանիզմը գործի է դնում իր բոլոր ռեսուրսները։ Իսկ մենք ամենքս ունենք մեր ներքին ռեսուրսները։ Դա մեր պոտենցիալն է, դա մեր արագ կողմնորոշվելու կարողությունն է, դրանք մեր հմտություններն են, մեր էներգիան է։ Եվ այս ռեսուրսները իհարկե մեզանից յուրաքանչյուրի մոտ տարբեր են, տարբեր քանակությամբ եւ տարբեր տեսակների։ Հետևաբար երկրորդ փուլում, դիմադրության փուլում, մեր ռեսուրսները ակտիվանում են եւ մենք ակտիվ կերպով փնտրում ենք լուծում։ Մենք ուզում ենք դուրս գալ իրավիճակից։ Եթե մենք փնտրում ենք այդ լուծումը եւ գտնում ենք, ապա ստրեսը, դիստրես այս դեպքում հաղթահարված կարելի է համարել։ Բայց ինչ է լինում, եթե մենք մեր ամբողջ ռեսուրսները ծախսում ենք եւ այդպես էլ լուծում չենք տալիս իրավիճակին, ստրեսը չենք հաղթահարում։ Օրգանիզմը անցնում է մի նոր ստադիա, որը մենք կարող ենք կոչել հյուծում։ Մենք հյուծվում ենք, օրգանիզմը կորցնում է իր բոլոր ռեսուրսները։ Հյուծման փուլից հետո էլի կան փուլեր, այստեղ մենք կարող ենք խոսել նևրոզի մասին, OKR-ի մասին, հիստերիկ նևրոզի մասին, դրանք եւս փուլերն են, որոնք հյուծումից այն կողմ են գալիս եւ էլի sense փոքրիկ անդրադարձ անեմ, ինչու փոքրիկ, որովհետև հետագայում սրանք եւս թեմաներ են, որոնց մասին կարող ենք ծավալվել ու խոսել։ Ստրեսն էլ իր հերթին կարող է լինել սուր ստրես, քրոնիկ ստրես եւ արդեն դրանից հետո գալիս է հետ տրավմատիկ ստրեսային խանգարում։ Օրինակ, եթե ստրեսի մեջ մարդը 3-4 ամսվա կտրվածքով է, սա սուր ստրեսի փուլն է։ 6-7 ամիս տևող ստրեսը արդեն քրոնիկ ստրեսն է։ Իսկ դրանից հետո, եթե չի հաղթահարվում ոչինչ, առաջանում
խանգարումը, հետտրավմատիկ ստրեսային խանգարումը կամ ռուսերեն ասում են posttравматическое стрессовое расстройство։ Սա արդեն խանգարում է, որը շատ ավելի լուրջ մոտեցում է պահանջում։ Խորհուրդ են տալիս հոգեբանները ստրեսի հետ աշխատելիս ավելի սուր փուլում աշխատել, որովհետև սուր փուլում ստրեսը շատ ավելի ակտիվ ցայտուն դրսևորումներ ունի եւ այդ ժամանակ աշխատանքը շատ ավելի նպաստավոր կարող է լինել։ Հիմա, այսպես խոսեցինք, նկարագրեցինք ինչ է ստրեսը, շատ լավ, բայց ինչպես հաղթահարենք ստրեսը։ Ինչպես էս կյանքում ամեն ինչ, երևի թե ստրեսի պարագայում եւս ամենաքայքայիչը եւ ամենավախեցնողն այն է, երբ մարդը ելքը չի տեսնում։ Մենք երբ ենք ցայտնոտի մեջ հայտնվում, երբ որ ինչ-որ իրավիճակի ենք բախվում, որից չգիտենք ինչպես դուրս գալ կամ մեր թյուրիմացաբար թվում է, թե այդ իրավիճակը ելք չունի։ Հետևաբար ստրեսակայուն են համարվում այն մարդիկ, որոնք հանկարծահաս իրավիճակներին նախապես հոգեպես պատրաստ են։ Օրինակի համար իրենց մտքում ունեն մի քանի հնարավոր վերսիաներ հաղթահարելու համար կոնկրետ իրավիճակը։ Օրինակի համար աշխատանքից ազատել են։ Մարդը ունի տարբեր իրավիճակներ։ Կգնամ կդիմեմ նոր աշխատանքի համար, կամ միգուցե կսկսեմ վարել իմ բլոգը եւ ինքս ինձ համար ինձ վրա կաշխատեմ ու գումար կստանամ, կամ տնօրենի մոտ կմտնեմ եւ կխոսեմ հասկանալու համար, թե ինչն է պատճառը, որ ինձ հեռացնում են, որովհետեւ կարծես թե ես լավ աշխատող եմ, ոչ մի վրիպակ թույլ չեմ տվել եւ այլն եւ այլն։ Այս պարագայում ստրեսը մարդուն չի կանգնացնում պատնեշի առաջ եւ այդ անելանելության զգացումը մարդու մոտ չի լինում։ Իսկ երբ որ մարդը լսում է, որ տնօրենը իրան պիտի գործից հեռացնի, իր մոտ ստուպր է գալիս, ուղեղը բլոկ անգնում ու ինքը էլ ոչ մի ելք չի տեսնում, վերջ աշխարհը քանդվեց, երեխեքը սոված մնացին, ոնց եմ անելու, տանվարձը ոնց ենք տալու, այ սա դիստրուկտիվ է, այսպես ասած, ապակառուցողական մտածողություն է, որի արդյունքում իհարկե մարդը շատ սենց անելանելության զգացում է ունենալու եւ բնական է, որ կարող է հանգել հյուծման, որովհետեւ ոչ մի քայլ չի անում իրեն օգնելու համար, փոխարենը կարծում է, որ ամեն ինչ փլվել է, աշխարհը վերջացել է, շանսերը վերջացել են եւ ինչ պետք է անի այդ պարագայում, միգուցե թևաթափ լինի։ Եկեք ամփոփենք։ Որպեսզի դուք դառնաք ավելի ստրեսակայուն, խորհուրդս է առաջին հերթին, որպեսզի ծանոթանաք ձեր ռեսուրսների հետ։ Չկան մարդիկ, որոնք անճարակ են, չկան մարդիկ, որոնք անօգնական են, չկան եւ այնպիսիները, որոնք չունեն ներքին ռեսուրսներ։ Ոչ, բոլորս էլ ունենք ներքին ռեսուրսներ եւ այդ ներքին ռեսուրսների հետ կարող ենք շատ խելացի վարվել։ Ցանկացած իրավիճակ, որ գալիս է, դիտարկեք իրեն որպես տրամպլին, որը ձեզ թույլ կտա առաջ գնալ։ Այսինքն, ստրեսային իրավիճակին նայեք ոչ թե որպես փլուզող, քանդող, ավիրող երևույթ, այլ նայեք որպես նոր խթան, որը հաղթահարելու պարագայում դուք մի քայլով առաջ կգնաք։ Եթե դուք նայեք հարցին այդ տեսանկյունից, ապա շատ ավելի հեշտորեն կկարողանաք հաղթահարել ստրեսային իրավիճակները։ Երևի թե այսքանը ստրեսի թեմայով, ես սիրով պատրաստ եմ ձեզ հետ կիսվել տարբեր թեմաներով, մի փոքր դառնանք ավելի կիրթ, մի փոքր ավելի ծանոթանանք այս հետաքրքիր աշխարհի հետ։ Իսկ եթե ձեզ այս թեման հետաքրքիր է, եթե դուք չձանձրացաք հոլովակը նայելիս, ապա խնդրում եմ, պարզապես ակտիվ եղեք, մեկնաբանություններ գրեք, որից հասկանամ, որ թեման ձեզ հետաքրքրում է, ֆորմատը ձեզ հետաքրքիր է, լայքեր դրեք, մի փոքր աջակցություն ցույց տվեք, եւ ես խոստանում եմ, որ մենք շատ հետաքրքիր ու տարբեր թեմաներով կխոսենք, կքննարկենք։ Եթե ունեք հարցեր, մեկնաբանությունների դաշտում կամ թեմաներ, որոնց մասին կցանկանաք խոսել, ես սիրով պատրաստ եմ արձագանքել եւ եթե թեմաները իմ, այսպես ասած, կոմպետենտության մեջ լինեն, ես թեմաներին տիրապետեմ, ապա մեծ սիրով այդ թեմաների մասին եւս կխոսենք եւ օր-օրի կդառնանք ավելի գրագետ հոգեբանության ոլորտում, որովհետև մարդը ինքը ամբողջությամբ հոգեբանություն է։ Իսկ ձեզ հետ է ձեր սիրելի Աննա Մուրադին, մենք կհանդիպենք արդեն հաջորդ հոլովակում։ Մնացեք բարյավ։